Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 19։ Սրբության վայելչությամբ երկրպագեցեք Տիրոջը, վախեցեք նրա երեսից, ով ամբողջ երկիր։ Սաղմոս 96-րդ գլուխ 9-րդ խոսք։ Այս խոսքերը ակնարկում են ուրախության առանձնահատուկ առիթները, որ լինելու են ավետարանի ժամանակներում։ Միևնույն ժամանակ սահմանում են պաշտամունքի կանոն՝ ծառայել Տիրոջը ուրախ սրտով։ Սրբության վայելչությամբ մենք իսկապես ծառայում ենք Աստծուն։ Նրան պատիվ է, երբ մենք ուրախանում ենք Նրանով և մենք կոչվում ենք ծառայելու Նրան սուրբ ուրախությամբ։ Ավետարանի պաշտամունքով ապրողները պետք է լինեն ուրախ երկրպագուներ։ Եթե Աստծուն ծառայում ենք ուղղամտությամբ, ապա թող ծառայենք Նրան նաև ուրախությամբ։ Պետք է պատրաստակամ և սիրով լցված լինենք այդ ծառայության մեջ, ուրախանանք, երբ կանչվում ենք բարձրանալու Տիրոջ տունը, և դա համարելով մեր կյանքի մխիթարությունը, այսինքն Աստծո հետ հաղորդություն ունենալը։ Մեր ծառայության մեջ մենք պետք է լինենք ուրախ և ցնծությամբ ասենք «Լավ է այստեղ լինելը» և ամեն պարտականության մեջ մոտենանք Աստծուն որպես մեր գերագույն ուրախություն։ Մենք կոչված ենք Նրա ներկայության առաջ գալու երկրպագությամբ ոչ միայն ուրախության երգերով, այլև գովաբանության երգերով։ Նրա դռները մտեք գոհությամբ, Նրա սրահները փառաբանությամբ։ Մենք պետք է ոչ միայն մխիթարենք մեզ, այլև փառաբանենք Աստծուն մեր ուրախությամբ և գովաբանենք Նրան այն բանի համար, ինչ այժմ վայելում ենք։ Գոհացեք Նրանից և օրհնեցեք Նրա անունը։ Սաղմոս 100-րդ գլուխ 4-րդ խոսք։ Այսինքն պետք է համարենք մեծ շնորհ, որ կանչված ենք Նրա ծառայության մեջ, և գոհանանք Նրանից, որ ունենք ազատ մուտք դեպի իր ներկայությունը, որ սահմանված են սուրբ կարգերը և որ շարունակվում է հնարավորությունը սպասելու Աստծուն այդ կարգերի մեջ։ Մեր բոլոր ծառայությունների մեջ մենք պետք է շարունակ ներառենք փառաբանությունն ու գոհությունը։ Այս ոսկե թելը պետք է անցնի մեր ամեն պարտականության միջով։ Ճանաչեք, թե ով է Աստված և ով է Նա ձեզ համար։ Գիտությունը, այսինքն ճանաչողությունը, նվիրվածության և ամեն հնազանդության մայրն է։ Կույր զոհաբերությունները երբեք չեն հաճեցնի տեսնող Աստծուն։